Բարի օր հարգելի հայրենակիցներ, այս պահին գտնվում եմ Հայաստանի Հանրապետության Վերաքննիչ քրեական դատարանում, ուզում եմ կիսվել ձեզ հետ իմ առօրյայից աշխատանքային մի գործով, որով ես մասնակցում եմ որպես տուժողի ներկայացուցիչ, տուժող, ով սպանվել է, այսինքն նրան պատճառվել են ծանր մարմնական վնասվածքներ, որի հետևանքով ժամեր անց անձը մահացել է։ Այդ տղամարդու անունն է Արամ եւ ազգանունը Նահապետյան։ Նրան այդ վիճակի հասցրել է մի երիտասարդ, ով օրեր շարունակ ծեծի է ենթարկել տվյալ տղամարդուն, եւ այդ մեղադրյալի անունն է Գենրիխ Ալավերդյան։ Այստեղ գիտեք ինչն է ամենազարուրելին, որ տվյալ անձը, ով մարդու մահ է պատճառել, այնպիսի ծանր մարմնական վնասվածքներ է հասցրել, որ մարդը մահացել է, այդ անձը մեկ օր ամբողջական չի գտնվել կալանքի տակ, չի գտնվել կալանավորված վիճակում եւ մի հանրահայտ դատավոր կա, որին դուք ճանաչում եք, ով եղել է նախկինում նաեւ Հանրապետություն կուսակցության անդամ։ Այս դատավորը փաստացի բոլոր կանոնները, պրակտիկան, դատական շրջանցելով այս անձի նկատմամբ, այդ Գենրիխ Ալավերդյանի նկատմամբ կայացրել է մի ակնհայտ անարդարացի դատական ակտ եւ որևիցե կերպ պատիժ չի սահմանել, այլ ընդհակառակը գտել է, որ պատիժը պայմանականորեն չպետք է կիրառել եւ անձը պետք է մնա ազատության մեջ։ Սա է այսօրվա մեր դատական համակարգը, այսինքն բռնությունը պետական մարմինների կողմից, այդ թվում նաեւ դատական ատյանի կողմից խրախուսվում է։ Եվ հիմա ես սպասում եմ տվյալ մեղադրյալի փաստաբանը այստեղ է, բայց մեղադրյալը նաև ուշանում է դատական նիստից, այո, կարող է պատահել մարդու հետ ուշացում դատական նիստից, բայց պատկերացրեք, մենք ունենք այնպիսի համեմատություններ, որ մարդը խոսք է ասել, բայց այդ խոսքը դիտարկվել է որպես բռնություն եւ խոսքից որևիցե բան չի հետևել, խոսքը եղել է քաղաքական կոնտեքստի մեջ, բայց սրբազանները այսօր գտնվում են կալանավայրում, իսկ մի անձ, որը ծեծի է ենթարկել օրեր շարունակ մի տղամարդու, որը ֆիզիկական տվյալներով իրենից նաև եղել է ավելի խոցելի վիճակում, այս տղամարդու մահ է պատճառել եւ այս անձը դեպքը եղել է տարիներ առաջ եւ հիմա այս գործը երկար տևեց իհարկե դատաքննությունը, բայց տվյալ անձը գտնվում է ազատության մեջ, այսինքն մենք հասկանում ենք, որ բռնությունները ինչպես են խրախուսվում Հայաստանի Հանրապետությունում եւ փաստացի այսօրվա այս կառավարությունը ուղղակի բռնություններ տարածող կառավարություն է, բռնություններ խրախուսող կառավարություն է եւ մի դատավոր, որի անունն է Մասիս Մելքոնյան, որը դարձել է դատավոր ոչ թե օրենքի հրամանագրի, այսինքն օրենքը պահանջում է, որպեսզի դատավոր նշանակվեն նախագահի հրամանագրով, նախագահի նման հրամանագիր չի եղել, բայց դատավոր է նշանակվել։ Այս դատավորի ակնհայտ անարդարացի դատական ակտը այժմ Վերաքննիչ դատարանում վիճարկվում է։ Հույս ունեմ, որ Փառքաստու դատախազն էլ է բողոք բերել եւ այս մեր բողոքների հիման վրա այդ ակնհայտ անարդարացի դատական ակտը կբեկանվի եւ ի վերջո արդար պատիժ կսահմանվի այն անձի նկատմամբ, ում անունն է Գենրիխ Ալավերդյան, ով մահ է պատճառել Արամ Նահապետյանին եւ նա իր արժանի պատիժը կկրի։